Իսրայելի հարվածների հետևանքով Լիբանանում զոհերի թիվը հասել է 1072-ի, վիրավորվել է 2966 մարդ։ Վերջին 24 ժամում հարավում իրականացված հարվածների հետևանքով զոհվել է առնվազն 33 մարդ, ևս 90-ը վիրավորվել է։ Լիբանանի տվյալներով ավելի քան 1 միլիոն մարդ տեղահանվել է եւ հիմնականում կենտրոնացել է Բեյրութում։ Իսրայելական հարվածների հետևանքով վնասվել են կարևոր ենթակառուցվածքներ, այդ թվում կամուրջներ, որոնք ըստ Իսրայելի օգտագործվել են Հեզբոլլահի կողմից զենքի տեղափոխման համար։ Իսրայելի պաշտպանության նախարար Իսրայել Կացը հայտարարել է, որ երկիրը մտադիր է վերահսկողություն հաստատել հարավային Լիբանանի վրա, մինչև Լիտանի գետ, ստեղծելով անվտանգության բուֆերային գոտի։ Ֆինանսների նախարար Բեզալել Սմոտրիչն էլ նշել է, որ Լիտանի գետը պետք է դառնա Իսրայելի նոր սահմանը Լիբանանի հետ։ Հեզբոլլահը հայտարարել է, որ կշարունակի պայքարը, կանխելու հարավային Լիբանանի գրավումը, դա որակելով երկրի գոյության սպառնալիք։ Սուդանի Էլդային քաղաքում հիվանդանոցին հասցված հարվածի հետևանքով զոհերի թիվը հասել է 70-ի, որոնց թվում են 13 երեխա եւ 7 կին։ Վիրավորվել է 146 մարդ, այդ թվում հիվանդները, նրանց հարազատներն ու բուժաշխատողները։ Զոհերի թվում կան նաեւ բժիշկ եւ 2 բուժքույր։ Հիվանդանոցը սպասարկում է շուրջ 2 միլիոն մարդ եւ դրա ավերումը լրջորեն սահմանափակում է բժշկական օգնության հասանելիությունը տարածաշրջանում։ Սուդանում մարտերը շարունակվում են 2023 թվականից բանակի եւ արագ արձագանքման ուժերի միջև։ Ուկրաինայում գրանցվել է պատերազմի ընթացքում ամենամասշտաբային հարվածներից մեկը։ Ռուսաստանը կիրառել է մոտ 948 անօդաչու սարք եւ 35 հրթիռ։ Ռուսական հարվածների հետևանքով Ուկրաինայում առնվազն 4 մարդ է զոհվել, տասնյակներ է վիրավորվել, այդ թվում երեխաներ։ Վոլոդիմիր Զելենսկու խոսքով հարվածներ են հասցվել երկրի 11 շրջաններում։ Վնասվել են բնակելի շենքեր, բռնկվել են հրդեհներ, զոհեր են գրանցվել նաեւ Խարկովի շրջանում, գնացքի վրա ԱԹՍ-ի հարվածներից, իսկ Դնեպրում տուժել է առնվազն 12 մարդ։ Զելենսկին ընդգծել է հոբ համակարգերի ուժեղացման անհրաժեշտությունը եւ կոչ արել չնվազեցնել Ուկրաինային միջազգային աջակցությունը։ Վրաստանի ներքին գործերի նախարարության միգրացիայի վարչության իրականացրած միջոցառումների արդյունքում վերջին օրերին երկրից արտաքսվել է 105 օտարերկրյա քաղաքացի։ Գերատեսչության տվյալներով արտաքսված անձանց արգելվել է կրկին մուտք գործել Վրաստան։ Նրանք տարբեր երկրների քաղաքացիներ են, այդ թվում Թուրքիայի, Հնդկաստանի, Չինաստանի, Ռուսաստանի, Ադրբեջանի եւ այլ պետությունների։ Ըստ պաշտոնական վիճակագրության տարվա ընթացքում արդեն արտաքսվել է 806 օտարերկրյա քաղաքացի, որոնք երկրում գտնվել են առանց օրինական հիմքերի։ Ֆիլիպիների նախագահ Ֆերդինանդ Մարկոս Կրծերը երկրում էներգետիկ ոլորտում արտակարգ դրություն է սահմանել վառելիքի պակասի պատճառով։ Իշխանությունների գնահատմամբ վառելիքի պաշարները բավարար են մոտ 45 օր, իսկ կառավարությունը փորձում է ձեռք բերել շուրջ 1 միլիոն բարել նավթ պահուստային պաշար ձևավորելու համար։ Ճգնաժամը կապված է Մերձավոր Արևելքում լարվածության սրմամբ եւ նավթի գների կտրուկ աճով։ Մարկոսը նաեւ նշել է, որ քննարկվում է տարբեր երկրներից, այդ թվում Ռուսաստանից վառելիք ձեռք բերելու հնարավորությունը։